Պարոն Կարապետյան, դու հաջողությունը ըստեյության պայմանավորված է դրանով, որ ընտրություններից առաջ հայտարարվեց քաղաքականների կողմից, որ ՔՊ-ի հետ համագործակցություն բացառում է։ Արդյոք դուք պլանավորել եք մտադրություն անեք Մեքիմանի հայտարարության նախաձեռնության փոխել գալու, քանի որ դրանով ըստեյության կհստակեցվի, դաշտը կմաքրվի կեղծովի հատիկներից և ասիք թեպետ այսօր հայտարարվեց, որ երկրորդ շաբաթ հանրահավաք է լինելու Հանրապետության հրապարակում, Սամվել Կարապետյանի կամքի երկարացումը առաջ, իսկ որ երբ նախապատրաստվում։ Այո, երկրորդ շաբաթ լինելու է հանրահավաք և երբ ի աջակցություն, ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի և բոլոր խաղբանտարկյալների։ Ինչ վերաբերվում է առաջի հարցը, իրական ընդդիմությունը տարբերվում է ոչ իրական ընդդիմությունից մի բանով, որ նա ոչ թե ուղղակի քննադատում է, բայց վերջում միանալու է իշխող ուժին, այլ նա պրինցիպիալ մի հավատամք ունի, որ իշխող ուժը պետք է չմնա, առավել ևս այնպիսի իշխող ուժ, ինչպիսին է Հայաստանում այսօր իշխող ուժը։ Մենք մի կոնսենսուս ունենք բոլոր ընդդիմադիրների հետ, իշխող ուժի հետ որևէ համագործակցություն պետք է չլինի։ Մնացողը արդեն կոնսենսուսից դուրս է։ Շնորհակալություն։ Հաջորդը Ստեփան Մակարյան, ABC News, Գարեջան, Պարոն Կարապետյան, դուք արդեն նշել եք, որ չեք համագործակցում երկրորդ և երրորդ նախագահների հետ, ինչու հստակ չեք ասում առաջին նախագահի համագործակցության մասին ձեր դիրքորոշումը և եթե ստացվում այնպես, որ ինչ-ինչ պայմաններով այս իշխանությունը նորից մեծամասնություն հավաքի, այդ պարագայումով չեք համագործակցի երկրորդ և երրորդ նախագահների հետ։ Պատասխանեմ, ինչպես նախորդ հարցում նշեցի, յուրաքանչյուր ընդդիմության համար հիմնական հարցը, արմատական հարց է, որպեսզի ընդդիմադիր բոլոր գործիչներ ոչ մի ձև չհամագործակցեն իշխանության հետ։ Եթե մեր որևէ քայլ կարող է աջակցել նրան, որ ընդդիմությունը տարանջատվի և իշխանությունը կարողանա պահել այն, իշխանությունը կարողանա, իշխող ուժը կարողանա իշխանություն պահել, իհարկե մենք դրան դեմ կլինենք։ Մենք տեսնում ենք, որ այդ կոնսենսուսը պահելու ենք, անելու ենք ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արդեն երկրորդ անգամ դառնա ընդդիմություն։ Ինձ թվում է նա ավելի լավ ընդդիմություն է, քան իշխանություն։ Անի Գևորգյան, New Day, Պարոն Կարապետյան, երբ դուք հարցազրույցներ եք տալիս կամ հայտարարություններ եք հանդես գալիս, իշխանության ներկայացուցիչները անմիջապես անցնում են գրոհի, հիմնականում փորձում են ծաղրել, փորձում են կրկնել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, չնայած Նիկոլ Փաշինյանը նաև սպառնում է, ես ուզում եմ հիշեցնել նրա խոսքերը Սամվել Կարապետյանին ուղղված, որ Հայաստանը խոպան չէ, պետության համը բերանները կմնա, դուք մարզային հայցեր եք կատարում։ Ընդհանուր տրամադրվածությունները ինչպես է, պետության համարում բերանը կմնա ըստեյության, և մի կարևոր հարցեր եմ ուզում տալ, չնայած դուք մասամբ արդեն անդրադարձավ, սովորաբար ընդդիմություններից առաջ ժողովրդին շատ ուժեղ նաև խաբում են ու հետո ինձ սուրպրիզներ են լինում։ Հիմա կարող է ձեր պարագայում լինի ու հանկարծ պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը ձեր միջոցով հավակնում է կրկին մեծամասնություն լինել խորհրդարանում որպես ընդդիմություն մեծամասնություն։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցը քիչս է։ Նույնիսկ ինչ տրամադրության Ինձ միշտ զարմացրել է աշխատանքային ժամերին, ինչով են զբաղված մեր պաշտոնյաները, որովհետև ես մասնավորի մեջ եմ եղել միշտ ու հավատացեք աշխատանքային ժամերին այնքան ժամանակ չեմ ունեցել, որ կոմենտ գրեմ, առավոտից իրիկուն ինչ-որ ընդդիմությանը լսեմ ու կոմենտ գրեմ։ Իշխանության ղեկը իրենց ձեռքն է։ Եթե թող ընդդիմությանը մոռանան, իրենց զբաղվեն այն հարցերով, որը հիմքերը, ընդդիմության բոլոր հիմքերը կզրոյացնի, այսինքն զբաղվեն երկրի բարեկեցությամբ, գյուղատնտեսությամբ, հազար ուրիշ հարցերով։ Facebook-ից դուրս գան, զբաղվեն գործով, այնպիսի տպավորություն է,
որ մեր պետական ամբողջ մեքենան երկու բան է անում։ Կոմենտա գրում, ստատուսա գրում ու ասֆալտ անում։ Մեր պետությունը, մեր ամբողջ պետական համակարգը ասֆալտ անելու մասին չի, էլի։ Բացի ասֆալտի նկար գցելուց, մի որակական բան թող ներկայացնեն, մենք էլ ուրախ կլինենք դա փաստենք, մենք պրինցիպալ լավ լուրերը ասելու կողմնակից ենք, որովհետև դա հույս է տալիս մեր հանրությանը, որ Հայաստանում կա հետաքրքիր պերսպեկտիվա, ապագա։ Ասեմ սենց, միայն մի սխալով, որ երկի ղեկավարը արեց, ես նշել էի դպրոցների ուղղությամբ, նա մոտ $100 միլիոն մինիմում վնաս է տվել Հայաստանի Հանրապետությանը։ Ես կարող եմ թվարկել 3-4 այդպիսի սխալ, որով ոչ թե թալան, այլ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում խալատնես վարկա, անպտության արդյունքում մասնագիտական։ Հնարավոր է եղել կորցնել ավելի մեծ գումարներ։ Ինչ վերաբերվում է թալանը հետ վերելուն, թող վերեն, մենք ուրախ ենք, թող հետ վերեն, ինչքան կարան, թող հետ վերեն։ Շատ լավ, ես շատ պերսպեկտիվայով մեծ ուժեր եմ տեսնում, հուսով եմ, որ կստացվի, իրենք էլ կանցնեն, իհարկե գնահատելի այն գնահատականը, որ ստացել ենք, մենք ունենք այդ կոնսենսուսը ու նաև ինձ չի թվում, որ մենք մեծ հավատամք ունենք, որ մենք հավաքելու ենք այնպիսի բազային, այնպիսի աջակցություն մեր հասարակության կողմից, որը պարզ կդարձնի մեր հասարակությանը, որ ով է լինելու ընդդիմության հիմնական գործոնը։ Մեր ամբիցիանը դա, մենք գնալու ենք դրան։